Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Հայաստանի վարչապետը կրկին խաղաղության մասին է խոսում, այս անգամ սոցիալ-հոգեբանական անջատիչներով։ Այսօր Օրբելի ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 30 տարվա կոնֆլիկտը հնարավոր չէ կանգնեցնել մեկ շարժումով, բայց միաժամանակ համոզված է, այն արդեն ավարտված է։ Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, իսկ Սևանը ըստ պաշտոնական Բաքվի իրականում Գյոյչա է։ Եվ այս ամենից հետո մեր վարչապետը խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի ստեղծած առաջին ընդհանուր արժեքի մասին, որը խաղաղությունն է։ Պաշտոնական Երևանի այս ձևակերպումները շարունակում են մտահոգել քաղաքական եւ փորձագիտական շրջանակներին։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ հակառակ կողմը խոսում է իր հորինած վերադարձի եւ տարածքային նկրտումների մասին։ Ինչու Հայաստանի իշխանությունը ուղիղ չի պատասխանում այդ նկրտումներին եւ ինչ վտանգներ է պարունակում այդ խաղաղության բանաձևը Հայաստանի համար, տեսնենք ռեպորտաժում։ Այսպես կոչված խաղաղության խաչմերուկով կամ Վաշինգտոնյան հռչակագրով հպարտանում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ այն ժամանակ, երբ իրականությունում Ադրբեջանը շարունակում է պատմական ագրեսիվ հայտարարություններ անել։ Օրինակ Ադրբեջանի նախագահը Սևանը անվանել է Գյոյչա, որպես ապացույց հորդորելով հայերին նայել ցարական Ռուսաստանի քարտեզները։ Նա չվախենալ է հորդորում հայերին, ասում է, իրենք վերադառնալու են ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Իլհամ Ալիևի հետ համակարծիք է նաև Ալեն Սիմոնյանը։ Ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այդ նախադասությունը հո ես իմ այստեղ չհնարեցի։ Իրա խոսքից ես եմ հիմա մեջ բերում։ Դա նորմալ է, այսքան որ կան Սևանը, Ինչ ասելով որ Ինչ։ Սևան չի։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին, իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսում, դա նորմալ է, որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան։ Պարզվում է Իլհամ Ալիևին մենք սխալ ենք հասկացել։ Փաշինյանն ունի Ալիևին արդարացնելու իր տարբերակը։ Ասում է, որ Ալիևը չի ասել Սևանը Գյոյչա է։ Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա Քաղաքագետ Արմեն Մանվելյանը սա անվանում է կեղծ օրակարգ ստեղծելու եւ խաղաղության մասին հեքիաթներ հանրությանը մատուցելու փորձ, որտեղ Ադրբեջանին արդարացնելը դարձել է սովորական միջոց։ Ես մարդիկ ադրբեջանական ցանկացած գործողություն արդարացնում ու փորձելով առաջ տանել իրենց կեղծ օրակարգերը, մասնավորապես իբր թե իրանք Ադրբեջանի հետ եկել են խաղաղության համաձայնության, ինչը բացարձակ սուտ է։ Մենք Արցախ ենք ասում, նրանք էլ Գյոյչա։ Ալիևի հայտարարությունը նորմալ է ընդունում Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանում օրինակ հնչում է Բասար Գեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը, այնտեղ եւ այլն, եւ այնտեղ ինչքան հնչում է Եվ այլն, այսինքն տրամաբանությունը հասկացաք։ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը չի զարմացրել քաղաքագետ Ստեփան Դանիելյանին, չի զարմացրել նաև պատմական ու իրական հայրենիքները հակասության մեջ դնելու հերթական փորձերն ու Արցախ վերադարձի օրակարգը վտանգավոր համարելը։ Ինքը նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ արել եւ վաղը մյուս օրը կարող է հայտարարել, որ երասխվերնա վերադառնալու խնդիր չկա, վտանգավոր է։ Ջերմուկի գրաված տարածքները վերադառնալ չի կարելի, որտեղ վտանգավոր է։ Խաղաղությունը կփլուզվի, եթե պատմական հայրենիքի մասին խոսենք, ասում է Փաշինյանը։ Իսկ Ալիևը երբ խոսում է իրենց գոյություն չունեցող պատմության մասին, խաղաղությունը չի վտանգվում։ Քաղաքագետը կարծում է, խնդիրը ոչ թե Ալիևն է, այլ Փաշինյանը։ Ինքը պարտվող է ոչ թե պատերազմի արդյունքում, նաև իր էությամբ ինքը բոլոր զիջումներին գնում է եւ նույնիսկ երբ խոսում է խաղաղության խաչմերուկի մասին, անձանունպես հարցականի տակ է։ Այս ամենի մասին Փաշինյանը հայտարարություններ է արել ստեղծելով խաղաղությունը խորագրով ֆորումի ժամանակ, որին ներկա էին նաև միջազգային լրատվամիջոցներն ու գործակալությունները։ Հենց այս ֆորումի ժամանակ էլ Փաշինյանը պաշտոնապես հրավիրել Էրդողանին Հայաստան մասնակցելու 2026 թվականի գագաթնաժողովին։ Սեդամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Այն ամենն, ինչ Փաշինյանը կոչում է նոր պատմություն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն անվանում է վտանգավոր ինքնախապեյություն։ Երբ իշխանությունը սկսում է պատմաքաղաքական թեմաների, Սևանալճի կամ հայկական տեղանունների ադրբեջանական լինելու մասին խոսել նույն բառապաշարով, նույն նարատիվով, ինչ Ադրբեջանի ղեկավարությունը, դրանք ոչ թե պարզապես սխալներ են, այլ գիտակցված, մշակված քաղաքական տեխնոլոգիա, որի նպատակն է ջնջել հայության պատմական հիշողությունը եւ վերագրել հայկական տարածքների ինքնությունը ասպատակողներին։ Քաղաքագետը հիշեցնում է, հայաստանյան տեղանունները հազարամյակների պատմություն ունեն, ձևավորվել են ուրարտական, նախահելենական եւ միջնադարյան ժամանակաշրջաններում, պահպանելով լեզվական, աշխարհագրական եւ հոգեվոր իմաստության շերտերը։ Թյուրքական ցեղերի ներխուժումները ըստ նրա փորձել են փոխել տեղանունները, բայց բնօրինակը երբեք չի ջնջվել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ ICG-ն բազմիցս ընդգծել են, մշակութային ժառանգության աղավաղումը համարվում է մշակութային ցեղասպանության ձև։ Միջազգային փորձից ընդամենը 2 օրինակ՝ Կիպրոս 1974-ի թուրքական ներխուժումից հետո հյուսիսային Կիպրոսում թուրքական իշխանությունները փոխեցին ավելի քան 3000 հունական տեղանուն, սակայն միջազգային հանրությունը երբեք չի ճանաչել այդ նոր անվանումները։ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի բոլոր փաստաթղթերում շարունակում են օգտագործվել հին հունական անվանումները իրավական եւ պատմական հիմքով։ Հունաստանում հռոմեական եւ Օսմանյան ժամանակաշրջանում բազմաթիվ տեղանուններ աղավաղվել էին։ Պետությունը 20-րդ դարասկզբին նախաձեռնեց պետական մակարդակի վերականգնման ծրագիր, որով վերադարձվեց ավելի քան 1500 պատմական անուն որպես ազգային հիշողության վերականգնման ակտ։ Սևանալճի վերաբերյալ Բաքվի նկրտումները պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին ջրային ճգնաժամի եւ տարածաշրջանային ռեսուրսների վերահսկման համատեքստում, ասում է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահեդ Ավթյանը։ Հիշեցնում է, որ Ադրբեջանը կանգնած է լուրջ ջրային ճգնաժամի առաջ եւ նման հռետորաբանությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խոսքը տարածաշրջանային ռեսուրսների հանդեպ հավակնությունների մասին է։ Ըստ ՄԱԿ-ի աշխարհում 1 միլիարդից ավելի մարդ զրկված է քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մինչև 2030-ը կարող է առաջանալ շուրջ 700 միլիոն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով։ Այս ամենը վկայում է, որ ջուրը դառնում է ոչ միայն կենսական ռեսուրս, այլև աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։ Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասը վերջին տարիներին գնալով ավելի է խորանում։ Ինքը Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է ջրի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին։ Համաշխարհային բանկի տվյալներով մեկ շնչին բաժին հասնող վերականգնվող քաղցրահամ ջրի ներքին պաշարները Ադրբեջանում կազմում են ընդամենը 851 խորանարդ մետր, մինչդեռ Հայաստանում ավելի քան 2329 խորանարդ մետր։ Սա նշանակում է, որ Բաքուն աստիճանաբար կանգնում է էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքների առաջ։ Միջազգային փորձագետներն անգամ զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե հարցը չստանա համակարգային լուծում։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբյուրների ապահովումը։ Ջրի պակասը դարձել է Ադրբեջանի անվտանգային եւ քաղաքական գերակա հարցերից մեկը, իսկ Սևանը տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրսը ակնհայտորեն մտնում է Բաքվի գեոռազմավարական հաշվարկների դաշտ, մերկացնելով պաշտոնական Երևանի նարատիվները խաղաղության հաստատման մասին։ Եվ այս ամբողջ պատմաքաղաքական ու աշխարհաքաղաքական ֆոնին նոր ուղերձներ են գալիս ադրբեջանական հասարակության ու փորձագիտական շրջանակներից։ Բաքվի Թոչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր փորձագետ ներկայացող Ռուսիֆ Հուսեյնովը վստահություն է հայտնել, որ հայկական պատվիրակության Ադրբեջան պատասխանայցից հետո Երևանում եւս կլինեն հետաքրքրություն եւ քննարկում։ Նրա խոսքով հակամարտության մասին հիշողությունը դեռ թարմ է եւ առաջ շարժվելու համար ժամանակ կպահանջվի։ Գրեթե նույն խոսույթը, ինչ ասում է Փաշինյանը։ Հուսեյնովի դիտարկմամբ հասարակությունների միջև երկխոսության նկատմամբ ուշադրությունն աճում է եւ Երևան այցը վստահության ձևավորման կարևոր քայլ էր։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցի փորձագետներ ներկայացածները Երևան էին այցելել մոտ 2 շաբաթ առաջ։ Հայ փորձագետներն էլ ըստ արտգործնախարարության առաջիկայում կմեկնեն Բաքու։ Անկախ պաշտոնական հայտարարություններից կամ խաղաղության պնդումներից իրական խաղաղության գործընթացի վրա ազդեցություն ունեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև միջանցքային երկրները, օրինակ Վրաստանը։ Հայ-վրացական հարաբերությունների օրակարգը այսօր հատկապես կարևոր է, քանի որ ցանկացած տարաձայնություն հենց Վրաստանի միջով կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվող վստահության գործընթացի վրա։ Հայաստանի մասնակցությունը Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի վերջին լիագումար նիստի բանաձևին այժմ նկատելի արձագանք է ստացել Վրաստանում։ Քաղաքագետների հայկական կողմի քվեարկությունը ընկալվել է որպես Վրաստանի կառավարության դեմ քայլ։
ինքը բոլոր զիջումներին գնում է եւ նույնիսկ երբ որ խոսում է խաղաղության խաչմերուկի մասին, նույնպես հարցականի տակ է, որովհետեւ նույն Եվրանեստի այս ժողովը որտեղ ունեցավ Հայաստանում, փաստորեն Վրաստանի իշխանությունները անօրինական հայտարարվեցին եւ նաեւ դրան մասնակցեցին Հայաստանի պատգամավորները։ Հիմա այդ խաչմերուկը Վրաստանը վերջը գնալու հյուսիս հարավ Վրաստանի հետ արդեն հարաբերությունները չափազանց լարված են։ Հիմա այդ նույնիսկ խաղաղության խաչմերուկ ասվածը հարցականի տակ է եւ գործելու է ընդհանրապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Եթե մեր հարևան պետությունների հետ հարաբերությունների սխալ գնահատումը կարող է վտանգել վստահության գործընթացը, ապա մեր երկրում տարվող ներքին քաղաքականությունը, հատկապես կրթական ոլորտում, կարող է նույն վտանգը ստեղծել սոցիալական, տնտեսական եւ ազգային անվտանգության հարթություններում։ Կառավարությունը խոստացել էր մինչև 2026 թվականը կառուցել 300 նոր դպրոց եւ 500 մանկապարտեզ, սակայն այսօրվա հաշվարկները ցույց են տալիս, որ ավելի շատ դպրոցներ փակվում են, քան կառուցվում։ Փաստացի նույն կառավարության ծրագրով միայն 2026-ին նախատեսվում է փակել մոտ 200 դպրոց եւ հիմնականում ոչ թե քաղաքներում, այլ գյուղական համայնքներում, որտեղ դպրոցը հաճախ գյուղի միակ կենսական կենտրոնն է։ Փորձագետներն ու պատգամավորներն ահազանգում են, այս որոշումը ոչ միայն կրթական, այլ նաեւ ազգային անվտանգության խնդիր է։ Գյուղերն առանց դպրոցի դատարկվում են, իսկ սահմանամերձ բնակավայրերը անտեսվում։ Տեսնենք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել այսօր գյուղերում դպրոցների փակման հետևանքով։ Կառավարությունը մինչ 2026 թվականը խոստացել էր կառուցել 300 նոր դպրոց եւ 500 մանկապարտեզ, սակայն եթե նայում ենք թվերին, ապա Հայաստանում այսօր ավելի շատ դպրոց է փակվում, քան կառուցվում ու նորոգվում։ Միայն 2026-ին կառավարության պլանով փակվելու է մոտ 200 դպրոց։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն է ներկայացնում թվերն ու պնդում, կառավարությունը ձախողել է այս ծրագիրը։ Նույնիսկ այս ծրագիրը դեռևս չգիտեմ, այնտեղ 1/5-ով էլ կատարված չի։ Եվ բազմաթիվ դպրոցներ գտնվում են անմխիթար վիճակում։ Եվ այդ պայմաններում մեր կրթության որակը գնալով հետընթաց է ապրում։ Եվ բացի դրանից, նրանց ծրագրով 2026 թվականին 200-ից ավելի դպրոց փակվելու է։ Փակվում են հիմնականում գյուղերի դպրոցները։ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Մելքոնյանը ահազանգում է միայն Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոտք համայնքներում նախատեսվում է փակվել մոտ 40 դպրոց։ Հիմնական դպրոցները փակվում են սահմանամերձ գյուղերում, հայ-թուրքական սահմանի վրա գտնվող գյուղերում։ Պատճառաբանությունը այն է, որ նախ աշակերտների թիվն է քիչ, հետո միավորելով այդ դպրոցները կառուցելով մեկ մեծ դպրոց մի քանի գյուղերի համար ավելի բարեկարգ պայմաններ են ստեղծում երեխաներին ուսումը շարունակելու, բայց իրականում այդ ամեն ինչը կեղծ բաներ են, որովհետև մենք ինչպես տեսնում ենք 21 թվականին խոստացած այդ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը այդպես էլ կյանքի չկարողացան կոչվել։ Կրթության նախարարությունը արձագանքելով պատգամավորի հայտարարությանը պարզաբանել է նպատակ ունեն միավորել փոքրաթիվ աշակերտներով դպրոցները եւ դրանց փոխարեն մեկ ավելի մեծ դպրոց ստեղծել։ Սակայն մասնագետներն այդ գաղափարը վտանգավոր են համարում, ասում են հաշվի չեն առնվել բազմաթիվ խնդիրներ։ Մի քանի անգամ էլ հաղթել եմ դուք այս ամեն ինչը որոշումը կայացնելու։ Քննարկել եք գյուղի բնակիչների, մանկավարժների հետ, հաշվի առել եք ենթակառուցվածքների արկայությունը այդ գյուղերում։ Ինչի պատասխանել են այո, բայց իրականում ոչ մեկ էլ լուրջ քննարկում չեն ունեցել, ուղղակի այսպես վերցրել են, նայել են որտեղ հարմար փակեն, որտեղ բացեն ու այդ չափով շարունակել իրենց գործունեությունը։ Իսկ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել հպարտանալով, թե 2025-ի Հայաստանն արդեն ունի 300 կառուցված կամ նորոգված դպրոց։ 2025 թվականի Հայաստանում 300 դպրոց է կառուցվում, վերակառուցվում կամ հիմնանորոգվում։ Բայց փորձագետ Ատոմ Մխիթարյանը հիշեցնում է այդ թվերի հետևում թաքնված է մեկ այլ իրականություն։ Գյուղերում փակվող դպրոցների պատճառով ոչ միայն ուսուցիչներն են կորցնելու աշխատանքը, այլ նաև գյուղերն են դատարկվելու, հատկապես Թուրքիայի սահմանամերձ շրջաններում։ Այս նշանակում է, որ կառավարության ֆիասկոն է, այսինքն նա ամբողջությամբ ձախողել է ծրագիրը կրթության ոլորտում, ինչքան էլ որ ասեն այդ նորաձև կրթության մասին։ Իսկ իրականությունը այն է, որ Հայաստանը արդյունքում տարածաշրջանում արդեն ընկել է վերջին տեղը բոլոր երկրների հետ համեմատած։ Նույն մտահոգությունն ունի նաև պատգամավորը, ընդգծելով, որ տեղի ունեցողը ոչ միայն կրթական, այլ նաև ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է։
Կարող են այդ ուղղությամբ շարժվեն, որպես այդ դեմոգրաֆիկ խնդիրը լուծեն։ Քաջալեր են պայմաններ ստեղծեն, որպես մարդիկ այդ գյուղերը չլքեն, այլ ավելի այսպես կապված մնան գյուղի հետ, երիտասարդությունը գյուղը չլքի, շարունակի իր կյանքը, գործունեությունը գյուղում, սրանք անում են ամեն ինչ հակառակ, որպես գյուղերը դադարեցվեն, մարդիկ թողնեն, հիասթափվեն, թողնեն գնան ու կենտրոնանան այս քաղաքների մեջ, որը իրոք մեր համար կորձանալ է։ Եթե այսօր Հայաստանի Հանրապետությունում գյուղը չզարգանա, գյուղում բնակչություն չունենանք, միանշանակ ամեն ինչ տանելու է դեպի կորձանման։ Մխիթարյանն էլ ասում է, զանգեր է ստացել ուսուցիչներից, ասել են հրաժարվում են ամեն օր մի քանի գյուղ անցնելով հասնել աշխատանքի։ Նրանք նախընտրում են զբաղվել գյուղատնտեսությամբ կամ անասնապահությամբ։ Առավել ևս, որ այդքան ժամանակ չեն ունենա նրանք։ Այսինքն զգալի մասը ուսուցիչների դուրս է մնալու, կորցնելու է իր աշխատանքը։ Առանց այդ էլ այս սուղ պայմաններում։ Եվ սա նպաստելու է դրակ բացական իմաստով նպաստելու է մեր կրթության համակարգի կազմաքանդմանը։ Մասնագետները հիշեցնում են հայ-թուրքական սահմանին գտնվող Ամասիա եւ Աշոտսկ շրջանները մեղմ ասած կենցաղային սուղ պայմաններում են, հատկապես ձմռան ամիսներին։ Մելքոնյանը, որը եւս Շիրակի մարզից է, շեշտում է փոխանակ կառավարությունն աջակցի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, նրանց դպրոցներն է փակում, դրանով իսկ արագացնելով գյուղերի դատարկման գործընթացը։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ հետաքրքիր տվյալներ է պարզել հետքը։ Վայք համայնքի Մարտիրոս եւ Արփի բնակավայրերում նախատեսվում է կառուցել նոր դպրոցներ եւ մանկապարտեզներ, եւ պարզվել է այդ նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականին Մավշին ընկերության հետ կնքել է պայմանագրեր ընդհանուր մոտ 2 միլիարդ 200 միլիոն դրամի արժեքով։ Այս պատմության ամենահետաքրքիր դրվագն այն է, որ ընկերությունը հիմնադրել է Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը համայնքապետ ընտրվելուց հետո փոխանցել է այն կնոջը։ Մավշին ընկերությունը ղեկավարել են տարբեր անձինք եւ այսօր այն հանդիսանում է Մաթևոսյանների ընտանիքին պատկանող ընկերություն։ Լրագրողական հետաքննությունը պարզել է, որ 2016-ից 19 թվականներին Մաթևոսյանը որպես ընկերության տնօրեն պետությունից առանձնապես խոշոր չափի գումար է ստացել նախատեսված աշխատանքները մասամբ կատարելով, ինչը խախտում է պետական միջոցների օգտագործման կանոնները։ Իսկ Մասիսի համայնքապետի կալանավորման թեման շարունակում է մնալ օրակարգում։ Փաստաբան Գայանե Պապյանը հրապարակել է տեսանյութը, որով ապացուցվում է Դավիթ Համբարձումյանի անմեղությունը։ Տեսանյութում երևում է, որ Համբարձումյանը ծեսկրտուքին չի մասնակցում։ Դատավոր Ժորա Չիչոյանը դատապարտել է անմեղ մարդու։ Ավելին, այդ հոդվածով նշանակվել է այնպիսի պատիժ, որ նստատական պրակտիկայի երբևէ չի արձանագրվել նախորդիվ, գրել է փաստաբանը։ Տեղափոխվենք վաղ շաբաթ, որտեղ նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է։ Հնչում են խոստումներ, հայտարարություններ, իսկ բնակիչները շարունակում են ապրել իրենց ամենօրյա չլուծված խնդիրների հետ։ Օրինակ, Մոնթեավան գյուղի բակերում կոյուղատարների խնդիրը դաժան իրականություն է։ Տաք եղանակին հոտն ու ճանճերը փչացնում են մարդկանց օրը։ Անձրևի կամ ձյան ժամանակ կեղտաջրերը խցանվում են եւ դարձնում կյանքն անտանելի։ Կոյուղու հարցը լուծելու նախընտրական խոստումները հաճախ են կրկնվում այս գյուղում, բայց իրականությունը մնում է նույնը։ Այս անգամ խոստումներին հավատում են բնակիչները։ Անի Աբաղյանն է պարզել։ Մոնթեավան գյուղի բակերում նույն բողոքն ունեն բնակիչները։ Լուբո լուկը բացեք այս վիճակն։ Տաք եղանակին հոտն ու ճանճերն են փչացնում մարդկանց օրը, անձրևի կամ ձյան ժամանակ։ Երեխեք մեկ վախեն մեկ թողակ դուր, ցեխերի մեջ կոլորվում են։ 70-ամյա բնակիչը վաղաշաբաթ համայնքում է ծնվել ապրել։ Այս խնդրի լուծումը միշտ փնտրել է տարբեր դռների մոտ, բայց երբեք չի գտել։ Ասում են սեփական ուժերով կարգավորեք։
փող չկա, բայց եթե պետությունը իզորու չէ կարգավորել կոյուղատարների խնդիրը, գյուղացին ինչպես պետք է անի։ Կոյուղին շատ սարսափելի վիճակ է։ Տունը չես կարող մտնել, գարաժը չես կարող մտնել, այսինքն ձեռս մտցնում եմ լրիվ այդպես ճակացը տված է։ Հիմի կանալիզացիայի լուկը որ բաց է, երևի քեթները բռնենք, թողենք ետնանք։ Դիմել ենք համայնքին, մարզպետարան, քաղաքապետին ոչ մի լուծում չկա։ Միշտ փակ է Մոնթեավանի կոյուղին, բացելու խոստումներ տվել են նախընտրական շրջանում եւ ոչ միայն կոյուղու վերաբերյալ։ Ստի ձև էլի նախընտրական շրջանա գալիս են յանի ձայներ հավաքեն։ Իրանք արդեն ընտրել են։ Ում պետք է Մոնթեավանցիները հույս չունեն, որ իրենց լսող ու կոյուղատարների հետ կապված խնդիրը վերջապես կարգավորող կլինի։ Մի քանի ամիսը մեկ թաղամասում ապրողները գումար են հավաքում, մաքրողների հրավիրում, որ հոտից ու կեղտից չխեղդվեն։ Տեսակ, ինչ է կատարվում ստե։ Նրանք չեն ասի, որ սենց բան ալնում ստե։ Նրանք երբեք չեն ասի։ Նույն գյուղի բնակիչներից Կարենն ասում է, որ գյուղը խնդիր չունի, մխիթարվելու իր ձևն է։ Վստահեցնում էր, այդ նույն բակում, որտեղ այդքան բողոքում են բնակիչները, կոյուղու խնդիրը լուծված է։ Մարդիկ կան, ասենք մասամբ առանձին իրանց կոյուղիներ են սարքում, տեղ կա կոյուղիները աշխատում։ Օրինակ ես գիտեմ, հիմա ինքը ընդհանուր կոյուղի է։ Հələ որ ոչ մեկի տունը չի բան եղել։ Կարենը կոյուղատարների լուծված լինելու մասին է խոսում, Վլադիկը ցույց տալիս խնդիրը։ Մոնթեավանցիները տարիներ շարունակ ապրում են հոտի ու անտանելի կենցաղային պայմաններում։ Գյուղացիներն էլ մնում են նույն շրջապտույտի մեջ, սպասելով հերթական խոստմանը, որը լցվում է նույն կոյուղու մեջ առանց լուծման։ Անիա Բաղյան, Մեհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, իսկ մենք կհանդիպենք վաղը նույն ժամին։